Հա, Աբովյանից եք։ Այո, Եկել եք մասնակցելու Փաշինյանի հավաքին։ Փաշինյանն է այսօր։ Ձեզանից եմ լսում, շատ հաճելի է։ Ես բոլորին էլ հարգում եմ։ Հարց չկա։ Հետևում եք Քարոզ Արշավին, ինչ տպավորություններ ունեք։ Քարոզ Արշավը ընթանում է իր տեմպերով, բայց ժողովուրդը ում կընտրի, ես դա չեմ հասկանում։ Ես չեմ իմանում։ Ինչ չեք կողմնորոշվել։ Չեմ կողմնորոշվել, չէ։ Ձեր սրտով է, որ Փաշինյանը ասում է սատկացնելու եմ, կզոցնելու եմ, ինձ մանդատ տվեք եւ այդ մաֆիայի վերջը կտամ, հավատացեք։ Ապուշություններ ասում։ Չի կարա ոչ մի բան էլ անի։ Իրան էլ կկզոցնեն, իրան էլ կհանեն, կշապարտեն։ Ես իրան չեմ ընտրելու ամեն դեպքում։ Արդեն մի 8 տարի է կառավարում, ինչ արել որ Հայաստանի համար։ Թոշակառուները ասում են, դա 10,000 դրամ բարձրացրելը շատ լավ է մեր համար կյանքը։ Ձեր դուք էլ եք ոնց որ թոշակի տարիքի, չէ։ Դուք այդ թոշակի տարիքի եք դուք։ Այո։ Փաշինյանն ասում է, դա 10,000 դրամ բարձրացրել եմ թոշակը, դուք կարող եք թռնել լառնակա, սուրճ խմել, ձեր կյանքը վայելել, չի լինում։ Գլուխը պատերով է տալի, ոչ մի բան էլ չի արել։ Այդ 10,000-ը օգուտ չի տալիս։ Չէ։ Ուղղակի ասում եմ, ոչ մի բան չեն անում ժողովրդի համար։ Ես հասարակ թոշակառու մարդ եմ հիմա, թոշակով եմ ապրում, բայց ինչպես ապրեմ, չեմ կարող, մոտորապես մի 60,000 փող եմ ստանում, 60,000-ով ոնց ապրես, եթե առնվազն մի 100,000 պետք է ու ավել։ Դժվար է կյանքը ընդհանրապես, բայց ես ամեն դեպքում հարգում եմ մեր ժողովրդին, որ տանջվում է, որ մտածում է, որ ինչ անեն, ում ընտրեն, ինչպես ապրեն, ինչպես գոյատևեն, այնքան աղքատ մարդիկ կան, որ դուք թողեք, այն հարուստները իրանց փողերով գնացել են արդեն։ Ծայրահեղ աղքատությունը խոստացել էին վերացնել։ Ծայրահեղ աղքատությունը ասում էին պիտի վերացնել։ Լրիվ աղքատ են, այն մնացածները ով մնացել են Հայաստանում, աղքատ ժողովուրդ են, մեկ էլ ամենաշատ հարուստները, որ փողին փող չեն ասում։ Վերացում կա, էլի։ Այո, այդ ձևի դրություն աղջիկ։ Տեսեք Հայրիկ Փաշինյանը հիմա շրջում է համայնքներում, ասում է քյաբաբ առ քյաբաբ, կոպեկ առ կոպեկ սաղ թալանածը հետ եմ բերում եւ այլևս շնորհավորում եմ ձեզ է պատկանում Կարապետ Գուլոյանի առանձնատունը 2.5 միլիոն $։ Դա ձեզ չի ուրախացնում։ Ես գաղափարել չունեմ դա ինչ է, բայց ունեցողները ունեն 100,000-ավոր դոլարներ էլ ունեն, տասնյակ տաներ էլ ունեն, բայց Այս 8 տարում դուք տեսաք, որ թալանածը հետ բերեց։ չես կարող հետ բերել, որտեվ մաֆիա գոյություն ունի։ Եթե մաֆիայի Ասում է գլուխները կտրել եմ, մնում է 3 գլուխ կտրեմ, ասում է 23 գլուխ կտրել եմ, մնում է վերջին 3 գլուխը, ինձ մանդատ տվեք, այդ վերջին 3-ին է կտրեմ, կպրծնե։ դա ֆանտաստիկա է։ Ոչ, չեմ հավատում, ոչ մեկի գլուխն էլ չի կարող կտրել, ընդհակառակ իր գլուխը կտրեն։ Չեք վախենում, որ սենց արտահայտվում եք, բա որ գանձես բռնեն։ Ջանդեմ բռնեն, ինչ է, ես քան տարի ապրել եմ արդեն 70-80 տարեկան մարդ եմ, գան ինձ ինչ անեն։ Հա, մի քիչ ես կողմ, մի քիչ են կողմ։ Բոլորովին վախ չունեմ ես։ Առողջություն ձեզ։